Դավիթ Դանիելյան։ Շնորհակալություն, պարոն նախարար, շատ կարևոր օրենքի նախագիծ եք բերել, որի համար շնորհակալություն եմ հայտնում։ Իմ գործընկերը պարոն Գաբրելյանը հնչեցեց հարցի առաջին մասը։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այս պահի դրությամբ ծառայության մեջ գտնվող զինծառայողների մասով որևէ փոփոխություն չի լինի, այսինքն իրենք իրենց 2 տարին են ծառայելու, որևէ արտոնյալ, այդ թվում արձակուրդների մասով չի լինելու որևէ, թե նոր նախագիծ ունեք, որով նաև ավելյալ արձակուրդ են ստանալու։ Իմ մտահոգությունը այդ արդարության մասն է, որ այսօրվա զինծառայողները ես էլ եմ ինքս բանակում ծառայել, չնեղվեն, որ նոր եկողները փաստացի իրենք 6 ամիսա ծառայում են, բայց նոր եկողները իրաց հետ հավասար զորացրվելու են, եւ ինչքանով այս նախագծին օժանդակել նաև պաշտպան հայրենաց նախագիծը, որը որ շատ կարևոր եմ համարում բանակի բարեփոխումների տրամաբանության մեջ։ Շնորհակալություն։ Պարոն Դանիելյան, նախ համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա, անարդարություն այստեղ չկա, քանի որ օրենքը ուժի մեջ կմտնի եւ անմիջապես զորակոչի վրա այն կտարածվի։ Այն գուցե որոշակի անարդարություն իր մեջ պարունակեր, եթե մենք օրենքը ընդունեինք հունիսի 1-ին, քանի որ օրենքի մասին խոսակցությունը ավելի վաղ էր եւ օրենքը տարածվեր հունիսի 1-ից հետո կամ հուլիսի 1-ից հետո ծառայության անցնող քաղաքացիների վրա, տվյալ պարագայում ձմեռային զորակոչը գուցե այստեղ անարդարություն տեսներ։ Բայց մենք խոսում ենք մի բանի մասին, որը նոր է տեղի ունենալու եւ նախկինում ծառայության մեջ գտնողների վրա այն տարածելը արդեն անարդար կլինի։ Եվ այստեղ խոսել նրա մասին, որ նոր խրախուսական ինչ-որ բաներ են պետք, երբ արդեն իսկ ես խոսեցի արձակուրդների մասին, կարծում եմ սա շատ արդար է եւ մեր գործընկերները եւ մեր սիրելի զինվորներն ու նրանց ծնողները, ովքեր հիմա գտնվում են ծառայության մեջ, ում զավակները գտնվում են ծառայության մեջ, պիտի ըմբռնումով մոտենան, որովհետեւ սա վերաբերում է ապագայում ծառայողներին, այդ թվում նաեւ իրենց զավակներին, իրենց եղբայրներին, իրենց հարազատներին ու ընդհանրապես առհասարակ Հայաստանի քաղաքացիներին։ Արձագանք պաշտպան հայրենիացը, այո, էական ազդեցություն է գործել եւ մեր հաշվարկների հիմքում հենց պայմանագրային զինծառայության անցնող ժամկետային զինծառայողների թվաքանակը ու նրանց մեծ ցանկությունն է, բայց ես Պապիկյան, խնդրում եմ ավարտեք, արձագանքից հետո կշարունակեք, արձագանք։ Շնորհակալություն, կխնդրեմ շարունակեք պաշտպան հայրենացի մասով, պարոն Պապիկյան, եւ կուզենայի նշեք նաեւ զինվորական ծառայության անցնելու գրավչությունը որքանով է բարձրացել վերջի տարիների ընթացքում, որովհետեւ ինքս նկատում եմ, որ որոշակի գրավչությունը բարձրացել է բազմաթիվ ծրագրերի շնորհիվ, կուզենայի նաեւ ձեր գնահատականը լսել այդ մասով, շնորհակալություն։ Ես կարծում եմ բավականին ավելացել է ու այստեղ մեծամասամբ մենք շեշտը դնում ենք իհարկե պաշտպան հայրենիաց ծրագրի վրա, որովհետեւ այն ավելի հեռանկարային է եւ նաեւ քանի որ նպատակ է ունեցել հենց այս օրենքի նախագիծ այսօր շրջանառող կյանքի կոչելու համար նախադրյալներ ստեղծել, մենք դրա համար ենք ակցենտը դնում պաշտպան հայրենիացի վրա, բայց սովորական քաղաքացիներ, նախկինում ծառայած եւ այժմ քաղաքացիական տարբեր դերերում գտնվող բազմաթիվ քաղաքացիներ այսօր որոշում են ընդունում անցնել զինվորական ծառայության։ Ես առիթ եմ ունեցել նաեւ խոսել որոշակի թվերի մասին, խոսքը շուրջ 25 թվականին շուրջ 1000 քաղաքացու նմանատիպ 1000 քաղաքացու մասին է։ Շնորհակալ եմ։